Լրակյաց լրագրողներից մեկը վերջապես Ռոբերտ Քոչարյանին հարց է տալիս, թե պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեզ Կարլոս Պետրոսյանը զեկուցել է, որ Նիկոլ Փաշինյանը հավաքագրված գործակալ է, եւ Ռոբերտ Քոչարյանն ասում է, դե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ով էր, որ ինձ նրա մասին ինչ-որ բան զեկուցեին։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, իսկ 2008 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթներ էր ունենում, 2007-ի վերջ, 2008-ի սկիզբ, երբ ելույթներ էր ունենում Ազատության հրապարակում եւ մասաներ էր հավաքում, այդ ժամանակ Գոռիկ Հակոբյանը, ով գործում էր ձեր ուղիղ ենթակայության տակ, ձեզ զեկուցել է, որ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ է։ Այս հարցը չի տրվում, ենթադրում եմ, այս հարցը չեն տալիս, որովհետև այն գնում մտնում է նաև Սերժիկ Սարգսյանի տակը։ Հիմա ես եմ տալիս այդ հարցը։ 2008 թվականին պարոն Ռոբերտ Քոչարյան, Գոռիկ Հակոբյանը, ում այդ պաշտոնին նշանակել եք դուք, ձեզ զեկուցել է, որ հարտակում կան կանգնած մարդիկ, իդեմս Նիկոլ Փաշինյանի, ով ազգային անվտանգության ծառայության գործակալ է, թե չի զեկուցել։ Թե այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ փախած դեմք էր, էական ֆիգուր չէր։ 2008 թվականի դրությամբ Նիկոլ Փաշինյանը եղել է ընդդիմադիր գործիչ, թե ընդդիմության շարքերում ներդրված պրովոկատոր։ Նա ժողովրդի ձայնի պաշտպանության համար էր հանդես գալիս, թե պրովոկացիաների համար։ Այս հարցը վերջը պիտի ստանա իր պատասխանը, թե չպիտի ստանա։ Նկար էին տեղադրել 9 տարի առաջվա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մեկ նկար էր տեղադրված, բա որոշ մարդիկ դավաճանեցին ԿՊ-ն, այդպիսի բաներ էր գրված, ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավի ճնշող մեծամասնությունը եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ կամ գործել է ազգային անվտանգության ծառայության վերահսկողության ներքո։ Սա եղել է կառավարման մոդել, պետությունը կառավարելու ձև է եղել։ Բուծել ընդդիմադիր քաղաքական գործիչների, ովքեր ազգային անվտանգության ծառայության գործակալներ են, դաշտը վերահսկելի պահելու համար։ Արարատ Միրզոյանը դրա վառ օրինակն է։ Արարատ Միրզոյանը այդ ավանտյուրայի վառ օրինակներից մեկն է։ Հիմա ով է դավաճանել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Արարատ Միրզոյանը, թե Արթուր Համբարձումյանը, Ստահակ։ Ով է դավաճանել ընդդիմադիր գործունեությունը։ Պապիկյան Սուրիկը, թե Արթուր Համբարձումյանը։ 2018 թվականին այդ նույն գործակալների միջոցով տեղի է ունենում հեղափոխություն, այսպես կոչված, բեմականացում, անունը դնում են հեղափոխություն, ազգային անվտանգության ծառայության գործակալներին բերում են իշխանության, ինչու, որովհետև կեղտոտ գործ կար անելու, եւ այս մարդիկ գերակատարում են, ի հաշիվ հազարավոր տղաների կյանքերի առողջության։ Հիմա այս ավանտյուրան պիտի բացահայտվի, պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն Սամվել Կարապետյան, պարոն Գագիկ Ծառուկյան, թե պիտի չբացահայտվի։ Նիկոլ Փաշինյանը բերել է օրակարգ խաղաղություն, լավն է, վատն է, համաձայն ես, համաձայն չես, խաղաղությունը իրական է, խաղաղությունը իրական չէ, դա այլ հարց է։ Եվ դրա դիմաց կարող է լինել միայն ու միայն մեկ օրակարգ լյուստրացիա, բարի ընդարձակ իմաստով, հանցագործությունների բացահայտում։ Այս օրակարգից դուրս ամեն ինչը սուտ է, ամեն ինչը սուտ է այս օրակարգից։ Այս օրակարգից դուրս ամեն ինչը սպասարկում է գործող ռեժիմի օրակարգը, ամեն ինչը։ Հիմա ժողովուրդը, պարոն Գագիկ Ծառուկյան, այդ բաներն են, մուլտիմիլիոնատեր քաղաքական գործիչներն են, ովքեր ամբողջ դաշտը իրենցով են արել եւ պատրաստվում են առաջիկա ընտրություններին։ Հիմա հանցագործություն է տեղի ունեցել ժողովրդի նկատմամբ։ Այդ հանցագործությունը իրականացվել է ազգային անվտանգության ծառայության գործակալների միջոցով։ Հիմա
Հայաստանի Հանրապետությունում լյուստրացիա պիտի տեղի ունենա, թե ոչ։ Այն մարդիկ, ովքեր եղել են լրագրողներ, մոլորեցրել են ժողովրդին, եղել են գործակալ, եղել են խմբագիր, մոլորեցրել են, եղել են գործակալ, եղել են դատավորներ, ԱԱԾ գործակալներ։ Ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ընդհանրենք մեկը դասախոս է եղել, մեկը ինժեներ է եղել, հավաքը գրված, մեկը չգիտեմ, բանկային մասնագետ է եղել, աշխատել է կենտրոնական բանկում։ Ես այդ մարդկանց անունների հրապարակման մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ այն մարդկանց անունների հրապարակման մասին, ովքեր իրենց գործունեության բնույթով մոլորեցրել են միլիոնավոր մարդկանց։ Հիմա այդ մարդկանց անունները պիտի հրապարակվի, թե ոչ։ Պիտի մարդիկ իմանան, թե վերջը Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականին հանկարծ ծլկում էր օպերայի հրապարակից 8 թվականի մարտին։ Փախնում էր, հայտնվում էր Ալեն Սիմոնյանի զոքանչի տանը, հետո ամիսներ շարունակ ապրում էր Հակոբ Սիմիդյանի տանը, պարոն Ռոբերտ Քոչարյան 2008 թվականի մարտի դրությամբ։ Հետո փախնում էր, քանի օպեր էր աշխատում Նիկոլ Փաշինյանի վրա, այդ ո՞նց է ինքը փախել։ Ձեզ չեն զեկուցել։ Հետո բանտից դուրս եկավ։ Հետո падգամավոր դարձավ, post factum որ նայում ենք, հետո դարձավ վարչապետ։ Ձեզ մոտ կասկածներ չի առաջանում, այս ամեն ինչը կասկածներ չի առաջացրել, որ դուք ձեզ գցում եք բաղջիկը։ Ինչի վախենում եք Սերժ Սարգսյանի հետ խնդիր ունենալ։ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել ազգային անվտանգության ծառայության այդ ողջ ինստիտուտը եւ քաղաքական, դրական վիզան տվել է Սերժ Սարգսյանը 2018 թվականին։ Ինչ եք պահում իրար։ Ինչ եք իրար պահում։ Այս ամենը ինչքան պիտի, լավ, ինչքան պիտի շարունակվի։ Ինչքան պիտի շարունակվի։ Մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե իրավունք չունեն իմանալու։ Մարդիկ ոչխարներ են։ Պիտի բացահայտում տեղի ունենա, սկսած այս մեծ ավանտյուրայից, պետական դավաճանությունից։ Վերջացրած հեկերի վաճառքով, վերջացրած կոմերցիոն ադրբեջանցիների հետ հարաբերությունների մեջ մտած կոլաբորանտների անունների հրապարակմամբ, վերջ այդ ամենը պիտի տեղի ունենա, թե ոչ։ Թե այսպես պասերով իրար հետ, հիմա էլ պիտի գնաք ընտրությունների, մեկը պիտի ասի խաղաղություն, մյուսը պիտի ասի տնտեսական ինչ-որ այսպիսի քաղաքականություն, անվտանգության ոլորտում այսպիսի քաղաքականություն եւ այսպես հաջորդ ընտրությունները։ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է լյուստրացիա։ Սա քաղաքական հարց չի։ Սա ուղղակի մեծ հանցագործություն է տեղի ունեցել եւ այդ հանցագործությունները պիտի բացահայտվեն։ Եվ բովանդակային առումով բացահայտումը նշանակում է իրականացնել լյուստրացիա։ Քաղաքական առումով Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նաև ապակենտրոնացում։ Բոլոր քաղաքական հարցերը չպիտի լուծվեն Երևան քաղաքում։ Բոլոր քաղաքական հարցերը չպիտի լուծվեն մի խումբ մարդկանց կողմից։ Էս ինչ եք սարքել պետությունը, վիժվածքներ։ Եթե մեկը հարց ունենա այդ խմբի ներկայացուցիչների հետ, այդ խմբի ներկայացուցիչի միլիցիան կբռնի, խմբի ներկայացուցիչի դատախազը կձերբակալի, հետո նույն դատախազը, հետո այդ խմբի ներկայացուցիչի դատավորը կալանքի սանկցիա կտա, դատարանում այդ խմբի ներկայացուցիչի դատախազը կպաշտպանի մեղադրանքը, հետո մեղադրական վճիռ, էլի այդ ազդեցության տակ գտնվող դատավորի կողմից, հետո կտանեն մի գաղութ, որտեղ իշխում են խմբի ներկայացուցիչների, հիմնականում իշխում են դրանց քրեական հեղինակությունները, կարողանան հասնել մահվան, կբերեն տուն, հետո խմբի ներկայացուցիչի տերդերը կգա մի հատ էլ աղոտ կկարտա եւ կտանեն կգցեն կամ կդնեն ինչ որ մի գերեզմանոց, որի տնօրենը էլի խմբի ներկայացուցիչներից մեկի մանկլավիկն է։ Գերեզմանոցի մանկլավ։ Ահա այսպիսի կառավարում Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն մի կողմից պետք է լյուստրացիա Հայաստանի Հանրապետությունում, բացահայտում է պետք, մյուս կողմից քաղաքական կառավարման փիլիսոփայության փոփոխություն։
Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին, կեղծ խաղաղության օրակարգին դեմ կարող է աշխատել միայն այս օրակարգը, որը առաջ չեն քաշի բնականաբար այդ ձեզ հայտնի կուսակցությունները եւ այլն, բայց այն կարող է առաջ քաշել դարձնել օրակարգային 100,000-ավոր մարդիկ։ Պարտադիր չէ դուք լինեք կուսակցության անդամ, ակտիվ քաղաքական գործիչ, քաղաքականությամբ հետաքրքրվող, սա ազգային հարց է։ Սա ազգային հարց է եւ քաղաքական գլխավոր հարցն է։ Տեղի է ունեցել մեծ հանցագործություն, բացահայտում տեղի ունենալու է թե ոչ։ Գլխավոր դատախազը կամ ներքին գործերի նախարարը պատկան ձեռքը մտնելու է պետական հեռուստաընկերություն, որպեսզի դոկումենտներով դնի մարդկանց դեմը 100,000-ավոր, թե ինչ է տեղի ունեցել։ Սերժ Սարգսյանին հարց են տալիս, ասում է դե ես չեմ տեսել, որ ինքը գործակալ է, թուղթը չեմ տեսել։ Սերժի փեսետ տեսավ, թուղթը դու չտեսար։ Հա Սերժ, թուղթը փեսետ տեսել է, դու չես տեսել։ Միքայել Մինասյան, ինչու ես հրապարակել միայն Արարատ Միրզոյանի գործակալական գործը։ Ինչու։ Այս հարցը քեզ տվել են, քո ընկերները, քո թիմակիցները, այս հարցը քեզ տվել են, թե չէ։ Ինչու հրապարակեցիր, հրապարակում ես բոլորինը հրապարակեիր։ Դու ուզում ես ասել, որ Միքայել Մինասյան, որ Նիկոլը գործակալ չի եղել, որ Արայիկ Հարությունյանը գործակալ չի եղել, որ Պապիկյան Սուրիկը գործակալ չի եղել, չեն եղել, միայն Արարատ Միրզոյանն էր, ում ծեծել տվեցին, այդ միամիտ ստասվեց, ծեծել տվեցին, ծեծելուց 2 ամիս հետո հրապարակվեց նրա գործակալական թղթերը։ Նիկոլի թուղթը ինչ եղավ։ Աները չի տեսել Նիկոլի թուղթը։ Աներդ վարչապետ է եղել գիծ ազգային անվտանգության ծառայության ղեկավար։ Նախագահ է եղել գիծ ազգային անվտանգության ծառայության ղեկավար։ Նիկոլի գործակալական թեմաներից տեղյակ չի եղել աները։ Նիկոլը հավաքը գրված չի եղել։ Ռեժիմի ենթակայության տակ չի գործել, հա։ Գալիս էր այստեղ էր գալիս։ Հետևը քծած ազգային անվտանգության ծառայության աշխատողներին, ես էլ մտածում էի, հսկում են, վախենում են երևի սրանից, հա, բանից սպառզվեց անվտանգությունն էին ապահովում, ազգային անվտանգության ծառայության գործակալները։ Այդպես չի եղել, Նիկոլ, այդպես չի եղել։ Հայաստանին անհրաժեշտ է լուստրացիա։ Հայաստանին անհրաժեշտ է բացահայտում, քաղաքական այս հանցագործությունների բացահայտում։ Եվ Հայաստանին անհրաժեշտ է ապակենտրոնացում։ Այս երկու օրակարգերը, այս երկու հարցերը օրակարգային են եւ 1 տարի առաջ, եւ 5 տարի առաջ, եւ 2 տարի հետո, եւ 5 տարի հետո։ Եթե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ մարդու տղա են, այսքան ողբերգությունից հետո պիտի սկսեն խոսել այս թեմաների մասին։ Իսկ եթե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ԱԱԾ գործակալները պրոստը գրդոնչիներ են, սրանները հաշվին փող են աշխատում, Թևանյան Անդրանիկ, Սերժի մասին ինչի՞ չես խոսում։ Եկեղեցին պաշտպանող Թևանյան Անդրանիկ Ծառուկյան Գագիկին հարցրել ես, այս եկեղեցու ավանդույթներ ինչու ես խախտում։ Հարցրել ես։ Թե չի կարելի։ Քաղաքական նպատակահարմարությունից դուրս է դա։ Բա որ նպատակահարմարությունից դուրս է, դու կոնյունկտուրային եկեղեցի պաշտպանող ես։ 2 տարի պարլամենտում վեր ընկած ես եղել, դու 18 թվի կեղծ հեղափոխության մասին չես խոսել եւ խոսեցիր միայն նրանից հետո եւ Նարեկ Մալյանը քեզ անվանեց դոլար անդո։ Մի 2 շաբաթ խոսեցիր ու էլի լրվար կամ լրացրեցին։ Հիմա էլ պատրաստվում եք նոր բաների, նոր ընտրությունների։ Եկեղեցին եք պաշտպանում։ Էլի եմ հարց տալիս, Ծառուկյան Գագիկին հարցրել ես, եկեղեցու ավանդույթները ոտնահարելով Ինչ ես այդ ակտը իրականացնում, չես այդ արձանը կանգնեցնում։ Բա Նիկոլի դեմ ես պայքարում, Թևանյան Անդո, Ծառուկյան Գագիկին գոնե մի թթու խոսք ասել ես։
Վտանգավոր է։ Վտանգավոր է։ Դուք կարող եք մոլորեցնել մարդկանց 2 ամիս, մի տարի, 2 տարի, բայց չեք կարող դա իրականացնել հավերժ։ Դուք դա հավերժ չեք իրականացնելու։ Վերջը ժողովուրդը կամ կհայտնվի մի լիդեր, որը ժողովրդին կհանի ոտքի։ Ի հեճուկս ձեր մեդիաների, ի հեճուկս ձեր սոցիալական ցանցերի, ի հեճուկս զինված են հանցագործ տղամարդկանց, ովքեր ձեզ են ենթարկվում։ Կգա այդ օրը։ Իսկ եթե այդ օրը չեղավ, ձեզ դատաստանի եւ արդարադատության առաջ օտարն է կանգնեցնելու։ Օտարը։ Բայց ես հույս ունեմ, որ հայ ձեռքով ձեր հանցագործություններն իրականացված հայ ձեռքով են ընկնելու։ Դուք հանցագործներ հայ ձեռքով, հայ դատավորի վճռով եք վեր ընկնելու ինչ որտեղ։ Սերժ, դու ուրիշ բոզ չունեիր, թե Նիկոլը անգերազանցելի է։ Այդ ոնց ես պաշտպանում։ Այդ ոնց ես պաշտպանում դու Նիկոլին։ Հանցագործությունները չես տեսել, սահմանադրության խախտումները չես տեսել։ Շարունակեք, ոչինչ, շարունակեք։ Երանի այն օրը, երբ հայը կազատվի ձեզանից, ոչ մի սուլթան, ոչ մի ցար, ոչ մի շահ այսպես չէր խաբել, մոլորեցրել այս ժողովրդին, ինչպես արեցին հայ ջոչերը։ Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայից։